մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին, որ հիմա տեսեք, ինչ են անելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ են անելու Հայաստանում, եւ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում, եւ այդ մարդիկ, ընդ որում նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառից բուն իմաստով փախան Ղարաբաղից, ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Եվ ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի ունեցավ, որտեղ նրանք եկել էին եւ ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ։ Ես ասել եմ, որ սահմանը փակ չի բնականաբար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու։ Եվ ինչ վերաբերվում է ձեր գնահատականներին, գիտեք ինչ, մենք բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Եվ ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետքա դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Եվ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք, կամ դժվար է ասել, որից հետո է եղել, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք ելի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։